Պարոն Չալաբյան, միշտ դիտարկումներ ունեք ԱՄՆ փոխնախագահի այցի հետ կապված, ՔՊԱ-ականների մոտ գիտենք, որ ոգևորություն է, ասում են նոր ներդրումներ կլինի, նոր հնարավորություններ է Հայաստանի համար բացվում, ինչ դիտարկումներ ունեք դուք։ Բարձր, նախ ես կարծում եմ ընդհանուր առմամբ դրական է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցել է Հայաստանի Հանրապետության, հիշեցնում եմ, որ սա առաջի այդպիսի այցն է պատմության մեջ եւ ինքնին գնահատելի է, որ այն տեղի ունեցել։ Երկրորդ ես կարծում եմ, որ այլ պետությունների ղեկավարների այցը չպետք է դառնա ոչ ավելորդ ոգևորության, ոչ ընդհակառակ ավելորդ քննադատության առիթ։ Նա պետք է լուրջ վերլուծության ենթարկվի եւ մենք պետք է հասկանանք մեր երկիրը ինչ կարող է շահի այդպիսի այցելություններից, ինչ կարող է տուժի, ինչ հնարավորություններ է դա բացում եւ այլն։ Այդ տեսանկյունից պետք է հասկանալ, որ այս այցը տեղի ունենում որոշակիորեն անսովոր պայմաններում, որովհետեւ դրան զուգահեռ տեղի ունենում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցություններ Օմանում, Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի շուրջ եւ լարվածությունը ծայրահեղ բարձր է։ Չի կարելի բացառել, որ տարածորեն մի քանի օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մեր հարևան Իրանի միջև նոր բախում սկսի, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի ամռանը։ Ուստի մենք պետք է հասկանանք, որ այդ այցելության ամենայն հավանականությամբ չբարձրաձայնվող նպատակներից մեկը, իսկ այցելությունը հիշեցնեմ ձեզ, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, այլև Ադրբեջան կարող է կապ ունենալ Իրանի հետ եւ նաեւ կարող է կապ ունենալ նրա հետ, որ Միացյալ Նահանգները ձգտում են Իրանի շուրջը օղակը որոշակիորեն սեղմել։ Ուստի մեզ պետք է հասկանալ, որ այն ինչը մենք կարող ենք հիմա շահել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ հարաբերություններում, որը ինքնին խնդրահարույց է։ Ուստի ես կարծում եմ, որ մենք այս իրավիճակում, երբ որ կա կոնֆլիկտի շատ մեծ վտանգ, շատ զգույշ պետք է լինենք, որպեսզի այդ կոնֆլիկտի կողմ չդառնանք որևէ կերպ, չընկալվենք որպես մի կողմում գտնվող։ Մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ պետք է կրի բացառապես խաղաղ բնույթ եւ որևէ կերպ չընկալվի մեր այլ հարևանների կողմից որպես միջամտություն նրանց ներքին գործերին կամ հնարավորություն, որպեսզի Հայաստանի տարածքից Միացյալ Նահանգները այդպիսի միջամտություն իրականացնի։ Այլապես այցի բոլոր արդյունքների մասին մենք կարող ենք վերլուծություն անել նրանից հետո, երբ որ տեղ ունենա նաև այցի երկրորդ մասը, Ադրբեջան, հասկանանք նաև այս ամեն ինչից ինչ է ստանում Ադրբեջանը, հասկանանք օրինակ այն մեր ակնկալիքները, որոնք կապված են նրա հետ, որ Ադրբեջանից այնտեղ պահվող եւ ցմահ պատժամիջոցի դատապարտված, ազատազրկման դատապարտված մեր պատանդներից մարդիկ կվերադառնան, թե չէ, կկարողանա Միացյալ Նահանգները այս հարցում միջամտություն իրականացնել, թե չէ, երբ որ այդ ամեն ինչը տեղի կունենա, կկարողանանք ավելի ամբողջական, ավելի խորը վերլուծություն իրականացնել եւ ավելի ինձ թվում է այդ իմաստով հանգամանալից կարծիք ներկայացնել։ Պարոն Չալաբյան, ձեր կարծիքով այս իշխանությունները արդյոք ունեն այդ կամքը, որպեսզի Միացյալ Նահանգներին, այսպես ասած, ձեր թվարկած այդ բոլոր հարցերը կարողանան ներկայացնել, նույն Ադրբեջանում դատապարտված գերիների վերադարձի հարցը եւ նմանատիպ այլ կարևոր հարցեր։ Գիտեք, անկեղծ ասած, ինձ թվում է, որ այս իշխանությունները մտահոգված են առաջի հերթին սեփական վերարտադրությամբ եւ փորձում են ցանկացած իրադարձություն ներկայացնել իրենց ցանկալի լույսի ներքո։ Եվ փորձում են ներկայացնել որպես սեփական, այսպես ասած, PR-ի բաղադրիչ։ Այդ իմաստով ես երբ որ հետևում էի լուրերի հոսքին, օրինակ ակնհայտ է, որ հուշագիրը, որը ստորագրվել է, խոսքը նրա մասին է գնում, որ Միացյալ Նահանգների կառավարությունը արտոնագիր է տրամադրելու սեփական ընկերություններին տեխնոլոգիաներ արտահանել Հայաստանի Հանրապետություն։ Խոսքը գնում է եւ հաշվիչ եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների մասին եւ միջուկային տեխնոլոգիաների մասին, որը ինքնին արդեն լավ է։ Բայց գործող իշխանության քարոզիչները դա միանգամից ներկայացնում են որպես այդ ընկերությունների կողմից Հայաստան իրականացվող ներդրում, որը բնավ չի համապատասխանում նրան, ինչ որ իրականում տեղի է ունեցել, տեղի ունենում կամ տեղի ունենալու, որտեղ խոսքը չի գնացել ներդրումների մասին։ Օրինակ արհեստական բանականության
համալիրը, որը հիմա կառուցվում է Հայաստանում, կառուցվում է հայկական ընկերությունների միջոցներով։ Ինքի լավ արդեն է, որ Միացյալ Նահանգները հնարավորություն է տվել այդ տեխնոլոգիաները Հայաստան արտահանել, որովհետև իսկապես ոչ բոլոր երկրներն են, որոնք հնարավորություն ունեն այդ տեխնոլոգիաները Միացյալ Նահանգներից ստանալ։ Դրանք ըստ էության զգայուն տեխնոլոգիաներ են եւ արտահանվում են միայն այն երկրները, որոնք դրա իրավունքը ստանում են։ Բայց դա արվում է հայկական միջոցներով, դա հայկական ներդրումներ են, իսկ երբ որ գործող իշխանությունը փորձում է դա ներկայացնել որպես ամերիկյան ներդրումներ Հայաստանի մեջ, նա դրանով ըստ էության փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել եւ հերթական անգամ չեղածը ներկայացնել որպես սեփական ձեռքբերում։ Դրա համար ձեր հարցին վերադառնալով պետք է ասեմ, որ նրանք շատ ավելի ինչ-որ իմաստով կենտրոնացված են նրա վրա, որ իրենց չարածը ներկայացնեն որպես արած, քան իրական ինչ-որ գործողություններ անեն, որոնք կօգնեն մեր խնդիրները լուծելու։